Չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն։ Սա յուրահատուկ է։ Եվ այս խոսույթը, այս երևույթը բերել են այս իշխանությունները, տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները, եւ սա չի կարող ուղղակի անհետանալ։ Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լրելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան։ Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը դա պատերազմն է։ Սա է ասում։ Որովհետև ուրիշ ասելիք չունեն։ Փորձենք հասկանալ, թե ինչ են անում, ինչ են ուզում եւ ինչի համար է մտցվել այսպիսի խոսույթ մեր ընտրական այս գործընթացի մեջ։ Պետք է նաև ֆիքսենք, որ այսօր չբավարարվելով նրանով, որ կորցրել են Արցախը իրենց սխալ քաղաքականության պատճառով, հիմա սկսել են նորից մեզ ներքաշել մի նոր ավանտյուրայի մեջ։ Վերջի եվրոպական համայնքի ժողովը Հայաստանում Զելենսկու հրավիրել այդ ժողով, սադրիչ հայտարարությունները, որոնք եղան այստեղ, սա կրկնեմ, նորից մեզ փորձում են ներքաշել մի նոր արձակախնդրության մեջ։ Եվ ինչի համար են սա անում, Մակրոնին դուր գալու համար, թե կան ավելի խորքային պատճառներ։ Կա երկու պատճառ։ Առաջինը, չունեն ասելիք, որովհետև ձախողել են բոլոր խոստումները եւ հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պետք է համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Եվ երկրորդը, ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մեկ պատճառով նաեւ, որ եվրոպացիք աչքեր փակեն այն ամեն ինչի վրա, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։